Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ։ Բարև ձեզ, պարոն Ավետիս։ Ողջույն։ Պարոն Ավետիս, ընտրություններին մնացել են հաշված օրեր, քաղաքական իրավիճակը եւ այսպես բախումները ինչ որ իմաստով ավելի են թեժանում, բայց երեք մենք հանրահավաքը տեսանք ուժեղ Հայաստանի Հանրապետության հրապարակում, որտեղ ադրբեջանական տեսանյութեր էին, այսպես ցուցադրում, ադրբեջանական երգեցողություն, Հայաստանի քարտեզն էին ճողում։ Դուք եթե հասցրել եք նայել կամ հետևել եք, ինչ զգացողություններ եք ունեցել եւ արդյոք սա արդեն դուրս չի գալիս այդ քարոզարշավի տրամաբանությունից, որովհետեւ սա առնվազն ինչ որ մի զանգվածի ինքնասիրությունն է նաեւ վիրավորում։ Իհարկե, ես շատ ուզում եի մինչև ընտրությունները խոսք ասել, շատ կարևոր էր ինձ համար, որ վերջի օրերին ինչ որ ձևով կարողանամ օգտակար լինել հանրությանը, վերլուծենք միասին իրականությունը, ինչա կատարվում իրականությունը։ Տես դուք ասեք քաղաքական դաշտ, ես չեմ տեսնում այդտեղ քաղաքական դաշտ։ Իսկ ինչ եք տեսնում։ Այդտեղ արճակատումը արդեն ոչ թե սկզբունքային քաղաքական, այլ վենդետայի կատարվում, որը որ ռուսական կողմը, այդ կրեմլյան կողմը ամեն գնով ցանկանում է ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ես վստահորեն կարող եմ ասել այսօր, եթե Աստված չանի այդ ուժերը, պրոռուսական ուժերը հաղթեն, Հայաստանը չի լինելու ուղղակի։ Ինքը չի լինելու ոչ ռուսական, ոչ ամերիկյան, ոչ եվրոպական, ոնց որ ուզում են ասեն։ Հայաստանը ուղղակի կվերանա, որպես այդպիսի, որպես պետություն։ Այսինքն դա չափազանցություն չի, պարոն Ավետիս։ Սա է վտանգը, ոչ թե ահավոր վտանգավոր պահի արժև են կանգնած մենք։ Եվ այդ վտանգի արժև կանգնելու մնացել է 3 օր։ 3 օրից լուծվելու է Հայաստանի լինել չլինելու հարցը։ Այս նույն վիճակներ ոնց որ 21 թվականին, ոնց որ ռուսները, բոլշևիկները ոչնչացրեցին հայկական պետությունը։ Այսօր կանգնած ենք այդ ընտրության առաջ։ Կամ կփրկենք մեր պետությունը, եւ ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը դեպի փրկություն է անում, տեսնում եմ, թե ամբողջ աշխարհը սպասում է հայկական պետության փրկությանը։ Այսօր ավելի կարևոր օր է, կարևոր ընտրություն է, քան երբևիցե մենք ունեցել ենք։ 91 թվականին մեր պարտադրեցին, որտեղ փլուզվում էր սովետական միությունը, հետեւաբար հանրաքվե արեցին, այո ասեցին շատերը։ Այսինքն անկախությունը պարտադրվեց։ Այո, դե անկախությունն էլ անկախություն չէր, դա սովետական միության փլուզումն էր ընդամենը։ Ուղղակի այդ պահն էր, որ սովետական միությունը պարտվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ամերիկայի Միացյալ Նահանգները հաղթեցին Սառը պատերազմում եւ սովետական միությունը փլուզվեց։ Բայց չփլուզվեց ցավոք բանը, KGB-ի համակարգը մնաց եւ կոնտրոլը ամբողջ վերցրեց KGB-ի համակարգը եւ մեր պետություններին ոչ մի պետություն չդարձավ ինքնուրույն։ Բոլորն էլ կախման մեջ մնացին, ոնց որ դե մեզ մոտ սարքեցին Արցախի խնդիրը պատերազմը, Ուկրաինայում այնտեղ հանկարծ պայթեց այդ Չեռնոբիլը եւ տարբեր ձևերով կախման մեջ մնացին պետությունները եւ հիմա մյուս հարցին երևի կպատասխանեմ ձեզ, որ թե մենք ինչ զողողությունների գնացինք, որպեսզի գանք հասնենք այսօրը եւ վերջապես հասել ենք այսօրը եւ մնացել է 3 օր եւ եթե հանկարծ սխալվի հայ քաղաքացին, տեսեք ես լսեցի, որ Ռուսաստանից ընտրողներ են բերել եւ այլն, այսինքն սա կենաց մահու պատերազմը մեր դեմ, Ուկրաինայի դեմ կոնկրետ ֆիզիկապես պատերազմ ավարում Ռուսաստանը, Մոսկվան, իսկ մեր դեմ վարում է նույնպես պատերազմ այս ձևով։ Բայց մեր քաղաքացիներն են գալիս Ռուսաստանից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են գալիս, որ ընտրեն Սամվել Կարապետյանին։ Նայեք, օրինակ հիմա Ռուսաստանը եւ Ուկրաինան պատերազմի մեջ է, չէ՞։ Բայց ռուսական այդ KGB-ն ասվածը, ռուսական այդ քարոզչա մեքենան կարողացել է ռուս քաղաքացիներին համոզել, որ մենք ճիշտ ենք անում
մորթում ենք մեր եղբայրներին։ Այսինքն եղբայրը սպանություն ասա իրականում, չէ՞, բայց ռուսական համայնքը, ռուս ժողովուրդը ոչ մի ծպտուն չի հանում։ Թող չասեն ինձ վախենում են, բան, դա վախ չի, դա ուղղակի կարողացնում է ռուսական քարոզչամեքենան այնպես համոզի իր ժողովրդին, որ ժողովուրդը ասում է, հա գնա, սպանի, բան արա, նույնը հայ համայնքին կարողացել են համոզել, որ ոչ թե Հայաստանը, այլ Նիկոլ Փաշինյանը վատ մարդ է, ինքը սխալ է ղեկավարում, ինքը հաշվի չի նստում մեզ հետ, այսինքն եթե հաշվի չնստի մեզ հետ մենք սենց կանենք, նենց կանենք, այն խեղճ հայերն էլ Մոսկվա բնակ եկել են իբր թե Հայաստանը փրկելու։ Չեն հասկանում, որ իրանք հիպնոզի տակ են, այդ կրեմլյան հիպնոզն է, որ մցրել է հայ համայնքի մեջ, որ գնացեք Հայաստանը փրկեք, ձեռից գնում է։ Այս մարդիկ էլ sense զոմբիի պես վերկացել են եկել են Հայաստան փրկելու։ Իրանց չեն հասկանում, որ Հայաստանի փրկողները այդ մենք ենք, որ 18 թվականին արդեն փրկել ենք Հայաստանը, եւ այդ Սերժա Քոչարյանական, այսինքն KGB-ական համակարգից մենք արդեն հանել ենք 18 թվականին։ Եթե հիշում եք, Մակրոնն էլ ասեց, եթե 8 տարի առաջ ինձ հրավիրեիք, ես չէի գա։ Այսինքն մենք այն իրավիճակում ենք այսօր, որ ոչ մի կարիք չունենք փրկության, մենք արդեն փրկված ենք։ Եվ այս մեր եղբայրերը, քույրերը պետք է հասկանան, որ իրանք եկել են գալիս են, եթե կաշառված են, եթե համոզմունքների համար են գալիս, իրանք խապված են ռուսական քարոզչամեքենայի կողմից, այդ ինչեր էին, հայկական ազգանունով բաներ կան, չէ, քարոզիչներ կան, Սիմոնյան եւ այլն, բան, հա, դրանք ինչքան էլ չուզես ընկալես, ինքան են ասում, մտնում ա քո ես այնտեղ ընկեր ունեմ, մի շատ լավ ընկեր, որի հետ Մոսկվայում, որի հետ ես մասնակցել եմ Ղարաբաղյան առաջին պատերազմին։ Այս տղան ինձ զանգել է բողոքում ա Նիկոլից, բան, բայց ես վերջում իրան ասեցի, Արտուր ջան, ասեցի, բայց դու ինչ կապ ունես Հայաստանի հետ։ Հա, հայ ես, կռվել ես, բան ես արել, հա, բայց պետք է հասկանալ, որ նենց ոնց որ ես չպիտի ընտրեմ Պուտինին կամ հակառակին, այնց էլ այդ հայ մասը, որ արդեն ռուսականացված է, ինքը իրանք պետք է ընդհակառակը վստահեն մեզ, ապրողներիս, մենք գիտենք ինչպիսին է հայկական մշակութային, հոգևոր, քաղաքական դաշտը։ Պարոն Ավետիս, այնուամենայնիվ հետևանքները կրելու են այստեղ ապրող քաղաքացիները, որքան կապ չունի Ռուսաստանից են գալիս, թե եվրոպական երկրներից, Միացյալ Նահանգներից, այնուամենայնիվ դրա հետևանքը, նրանց ընտրության հետևանքը նաև կրելու է Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացին։ Արդյոք արդար է սա։ Դրա համար մենք պետք է կարողանանք պաշտպանել մեր իրավունքները։ Հայաստանում ապրող հայերը պիտի միավորվեն եւ պաշտպանեն Հայաստանը։ Ես չեմ ասում պաշտպանել քաղաքացիական պայմանագիրը։ Ես ասում եմ, որ պետք է պաշտպանել այն նվաճումները, որը քաղաքացիական պայմանագիրը այսօր տեսանք ինչպիսի զենքեր ունենք, տեսանք ինչպիսի հարաբերություններ ունենք ամբողջ աշխարհի հետ, Մոսկվայի հետ ոչ ոք չի ուզում շփվի, Ղազախստան, Բելարուսի բանի հետ չեն ուզում շփվեն, լսի, հավաքում գալիս են Հայաստան, այսինքն Հայաստանը ընդունված է որպես քաղաքակիրթ երկիր այլևս։ Հիմա Աստված չանի, հակառակ դեպքում մենք կորցնելու ենք ամբողջ այս պայմանավորվածությունները։ Ես այսօր իմացա, որ տրիպ ճանապարհը ստորագրվեց արդեն։ Այսինքն աշխարհը հաշվի է նստում, ուզում եք ուզեք, չեք ուզում մի ուզեք Նիկոլ Փաշինյանի հետ, աշխարհը հաշվի է նստում Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածությունները վերցնել։ Եթե մենք իրան այսօր հանենք այդ պատասխանատվությունից, Հայաստանը կկործանվի։ Կներեք, բայց կարող եմ ասել, ոչ թե սա մեծարում է բանին, Նիկոլին, բայց իրականությունը սա է, եկեք իրատես լինենք, որտեղ այդ մարդիկ ոչ թե Ռուսաստանին են եկել պաշտպանել, իրանք չեն հասկանում, իրանք եկել են Նիկոլ Փաշինյանի դեմ, իրանք այնքան են համոզել, որ Նիկոլ Փաշինյանը չլինի, ամեն ինչ լավ կլինի, այսինքն այդ մանկամտությունը, այդ թեթև սոլիկությունը, տեսեք հիմա 300,000 ադրբեջանցի են ուզում բերեն, այդ բանին էլ ադրբեջանական երաժշտություն միացրեցին։
Այդ այնքան անհետ հաղորդումներ են դրանք, ես հիշում եմ սկզբից եկավ ասեց 300, տեսեք նույն թիվն ասեց 300,000 աշխատատեղ կբացենք, հիմա էլ այդ մոռացան, որ պետք է բացեն, այսինքն չանցավ, որտեղ հասկացան, որ 300,000 աշխատատեղ Հայաստանը չի կարող ունենա, երկու իրատեսական չի, այս պահին առնվազն այդքան մեծ գործարաններ չեն կարող աշխատեն։ Հիմա էլ ասում են նույն թիվն են ասում 300,000 բան ադրբեջանցիներ կբերենք եւ ադրբեջանական երաժշտություն, այսինքն այս մարդիկ ես տեսնում եմ որ այս ամբողջ սցենարները գրված է Կրեմլում գրել տալիս են ասում այսպես պետք է վախացնենք այսինքն ռուսական բանը նարատիվը միշտ եղել է վախացնել հայերին այ մենք չլինենք թուրքերը ձեզ կուտեն դες նույն բանն ասում մենք կամ մենք ձեզ կփրկենք չենք ուզում որ դուք մեզ փրկեք մենք կարիք չունենք փրկել ես տեսա ոնց փրկեցիք Ղարաբաղը Եվ այն էլ ասեմ ձեզ, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը կուր գնաց այդ կրեմլյան ճնշումներին, եթե դու չմտնես, Հայաստանը չմտնի ԵԱՏՄ, ՀԱՊԿ, Արցախը կկորցնենք։ Եվ ստիպված եղավ առանց ոչ մեկին հարցնելու, դա իհարկե անօրինականություն էր։ Սերժ Սարգսյանը պետքա հանրաքվե անցկացներ սեպտեմբերի 3-ին գիշերը փախավ վազելով գնաց Ռուսաստան, որի տակից այսօր չեն կարող դուրս գանք։ Դա դավաճանություն էր, դա պետական դավաճանություն էր։ Ես կարծում եմ, որ պետքա չեղյալ հայտարարել Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա եւ իրաց ստորագրությունը, որովհետեւ ժողովուրդը հանկարծ զարթնեց, տեսավ ԵԱՏՄ-ում է։ Սենց բան չի կարելի անել, սա անօրինականություն է։ Մի խոսքով, բայց ես հասկանում եմ ինչի արեց, որովհետեւ Պուտինը ասել էր, «Էսա ձևը Արցախը պահելու»։ Նա էլ գնաց այդ քայլին, կարող է չէր ուզում գնալ, որովհետեւ մինչեւ այդ Եվրոպա էր գնում, չէ՞։ Բայց ստիպված եղավ գնալ։ Եվ մենք հանձնեցինք մեր Արցախը ամբողջությամբ Ռուսաստանի տիրույթին հանձնեցինք, այդ ԵԱՏՄ կառույցին հանձնեցինք, տեսակ ինչ արեցին։ Վերցեցին, տվեցին Ադրբեջանը։ Հիմա նույն բանը կանեն Հայաստանի հետ, հասկանում եք։ Պարոն Ավետիս, բայց այս սպառնալիքները այնուամենայնիվ վախի մթնոլորտը գազը կթանկացնենք, գիտեք արդեն մի շարք սահմանափակումներ կան ելակի հետ կապված, վարդերի հետ կապված, ջերմուկի հետ կապված եւ ամենօրյա մակարդակում ենք նոր հայտարարություններ ենք լսում Կրեմլից։ Այս սպառնալիքները, այս վախի մթնոլորտը արդյոք չի կարող ազդել նաեւ ընտրողի վրա։ Սա ինչ նպատակ ունի։ Եվ իդեպ նույն ուժերը էլի Նարեկ Կարապետյանը նաեւ հանրայինի տաղավարում երեք վերահաստատեց, որ եթե մենք գանք, մենք Ռուսաստանի որևէ խնդիր չունենք եւ Լարսի խնդիրը առնվազն չի լինի։ Հիմա ինչպես հասկանալ նաեւ այս մանիպուլյացիաները, այս շահարկումները, այս վախի մթնոլորտը եւ հանրությանը ահաբեկելը։ Ռուսական ազդեցությունը արդեն չի աշխատում։ Մի ժամանակ այտենց վախացնելով, խաբելով, տերորի միջոցով, հոկտեմբերի 27-ի միջոցով այս ձևերով իրանք կարողանում էին հարցեր լուծել վախացնելով դուք տեսեք բանը որ ասում էր Լուկաշենկոն դուք ում եք պետք իրանք տենց են մեզ վերաբերվել եւ մենք դա կուր ենք տվել էլի մենք ոչ մի բան ենք հիմա պետքա այն ինչ որ որոշել ենք որ մենք լինելու ենք պետություն լինելու համար իհարկե պետքա նաեւ որոշ զողողությունների գնալ որովհետև եթե դու որպես ստրուկ չես ուզում ապրել, դու պետք է ապահովես քո ինքնությունը, քո առօրյան ինքդ կազմակերպես, ոչ թե ստրկատերը։ Իհարկե ստրկատերը տալիս էր ուտելիքը, դու ստրուկի պես ապրում ես։ Հիմա ուզում ենք ստրուկների պես ապրենք նորից եւ Ռուսաստանը մատ թափ տա մեզ վրա, փոխանակ ասի, չէ, տղերիկ ջան, մի դուրս եկեք Եկեք ես ձեզ ավելի էժան գազը կտամ, եկեք ես ձեր համար ինչ անեմ, ինչով օգնեմ, մենք էլ մտածենք, այս մարդը ուզում է օգնի, չէ, մեզ ուզում է ինքը տերոր անի, հոկտեմբերի 27 անի, ասենք գազը թանկացնի, այսինքն մեզ ինքը ինչ է ուզում ասի դրանով, այսինքն լավ է իր հետ լինել, թե չէ, իհարկե չէ, որովհետև այդ մարդ այդ կառույցի վրա հույս դնել այլևս չենք կարող։ Լսեք, անգամ մենք մեր քարտեզը ուզեցինք Մոսկվայից, Մոսկվան չտվեց, ասաց չեմ տալիս։ Մեր անձնագիրն էինք ուզում, բան չէինք ուզում, որ parzենք մեր վերջապես մեր սահմանները որն են,
Այդ չտվեց նույնիսկ, որովհետև ինքը թքած ունի Հայաստանի վրա։ Եվ Հայաստանը իր համար եղած չեղած մեկ է։ Ու մենք հանկարծ ուզում ենք այդ պետության հետ, որը որ թքած ունի մեզ վրա, ինքը չի ճանաչում մեր սահմանները, ասում Ադրբեջանը որտեղ ուզի, նեցեք կանցկացնի իր։ Ու մենք ինչ անենք, վստահենք այդ մարդուն, որը մեր սահմանները չի ճանաչում, այդ արդեն աբսուրդ է։ Նախկինում ինչու օլիգարխներ չէին ուղարկում պարոն Ավետիս, ձեզ հարցը այդ չի հետաքրքրել։ Նույն Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ ինչու հիմա որոշեցին, որովհետև նրանք բոլորն էլ էությամբ օլիգարխներ էին։ Լսեք, ինչով էին զբաղված Սերժ Սարգսյանը եւ Քոչարյանը փող աշխատելով, եւ իրանց համար ամբողջ օլիգարխիական համակարգը փող էր աշխատում։ Այսինքն ամենահարմար տեխնացիոն օլիգարխների հենց իրանք այդ նախագահներն էին, որոնք իրանց բանով նաեւ պահում էին իրանց օլիգարխներին։ Այսինքն իմաստ չուներ օլիգարխ ուղարկելու, որովհետեւ արդեն կար այդ հանցագործ խմբավորումը, որոնք KGB-ի գործակալներ էին, որոնք գրավել էին Հայաստանը։ Լևոնից սկսած։ Լևոնն էլ էր KGB-շնիկ, որը որ լրիվ ռուսական ծրագրերով բաներ անում, ղեկավարում էր Հայաստանը։ Հիմա տեսնում են, որ էլ չեն կարողանում ղեկավարեն, օրինակ Գարեգին Բեն, նույն KGB-ի գործակալն է եւ իր եղբայրը, բայց հանկարծակի ստեղծվել է ոչ KGB-ական իշխանություն, իրանք պատերազմ են հայտարարել մեր իշխանությանը եւ ուղարկում են ուժեր, փողեր, հուսով եմ, այսօր լսեցի, որ ինչ որ մեկ ասում էր, բա ինչի՞ չեք դեսանտի չհասնում Հայաստանի վրա, Երևանի վրա, գրավեք, վերջացնեք։ Սենց արդեն էս բաներ են խոսում, հերոստատեսությամբ, ռուսական։ Հա, այսինքն այստեղ արդեն կներեք, բայց պետք է ասեմ, որ սա արդեն ճակատամարտ է։ Եվ այս վերջի ճակատամարտն է, չգիտեմ, ավարայելի ճակատամարտն է, թե Բաշապարանն է, Բաշապարանն է երևի, որտեղ այս հարցակումից մենք պետք է կարողանանք առանց արյուն թափելու դուրս գանք։ Թիրախում պետությունն է, ճիշտ եմ հասկանում, որքան էլ որ հիմա թիրախավորվել է իշխող ուժը Նիկոլ Փաշինյանը, բայց թիրախում պետությունն է։ Այո, թիրախում պետության լինել չլինելն է, որովհետև Կրեմլը չի ուզում հաշվի նստել հայկական պետության հետ։ Բայց նա ստիպված է, մեկը չի կարողանալու, Իվանիշվիլիով չի կարողանալու, հա, Վրաստանում կարողացավ, բայց դրա համար վրացիները հիացած են հայերով, թե ոնց եք դուք կարողանում պետություն կառուցել, մենք չկարողացանք, մենք կուլ գնացինք Իվանիշվիլիին, իսկ հիմա նոր Իվանիշվիլի է եկել, որ Իվանիշվիլին գոնե խոսալ գիտի վրացերեն, սա հայերեն խոսալել չգիտի, ոչ սա գիտի, ոչ Քոչարյանը գիտի, ոչ էլ բանը, այդ Ծառուկյանը, ոչ մեկն էլ հայ չեն ինձ համար։ Հայը նա է, ով հայերեն խոսել գիտի։ Այսինքն, պարոն Ավետիս, ես ճիշտ հասկացա, դուք հարցազրույցի սկզբում ասացիք, որ որքան էլ որ 91 թվականին հռչակվեց այդ անկախության հռչակագիրը, բայց մենք այդպես էլ չանկախացանք։ Հիմա նաև այդ անկախանալու պահն է։ Այո, մենք անկախանալու փոխարեն պատերազմեցինք Ադրբեջանի դեմ, ամբողջ մեր անկախության, անկախանալու եւ տնտեսություն կառուցելու փոխարեն մենք պատերազմեցինք 4 տարի եւ հետո ամբողջ մեր տնտեսությունը հիշում եք գրավեցին ռուսները, երկաթուղիները, տնտեսությունը եւ այլն, հա էլեկտրիկ Երևան սարքեցին, որ այդ հեծնել հանձնեն բանին, էլի ռուսներին, այդ Տաշիր Սամոյի միջոցով, հա, այսինքն թալանեցին Հայաստանը եւ պատրաստեցին հանձնելու։ Եթե դու ղեկավարում ես մի պետություն եւ չի զարգանում տնտեսությունը, տեսեք հիմա ոնց է զարգանում տնտեսությունը, նույնիսկ ռազմական տնտեսությունը։ Ես հիշում եմ 20 թվականի պատերազմի ժամանակ մի ընկեր ունեի, որը հակաօդային համակարգ էր ստեղծել դրոնների դեմ։ Ես իրան օգնում էի, որ Բարսասիջան զինվորականների հետ հանդիպի, մեկը թույլ չտվեցին ինքը իր պրոյեկտը ոչ ոք լուրջ չընդունեց։ Այս ինչի համար, որովհետև Մոսկվան չէր թողնում։
որ մենք ոչ զինվենք։ Հիշում եք 200 միլիոն էլ տվեցինք, զենքը չտվեցին ռուսները։ Ռուսները չեն թողնում նորմալ զենքար։ Ինչի չեն թողնում, որ պարտվենք, չէ՞։ Սա նորմալ, ինչի են զինում Ադրբեջանին, որ հաղթի, չէ՞։ Եվ տեսանք, որ Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան երեքի դրոշի տակ Արցախը վերցրեցին։ Ախր այս ամեն ինչը հով բան չի, հեքիաթ չի, այս ամեն ինչի ներկան են։ Բանավետ, բայց հետաքրքիր է, որ նույն ուժերը հիմա մեղադրում են իշխող ուժին, ասում են այնինչ արեցին Արցախում, հիմա գալու են անեն նույնը Հայաստանում։ Այսինքն իբրև թե Արցախը հանձնել է իշխող ուժը քաղաքացիական պայմանագրին եւ անձնապես Նիկոլ Փաշինյանին են դրա մեջ մեղադրում եւ հիմա էլ ասում են գալու են նույնը Հայաստանի հետ անեն։ Դե հենց գիտեք ինչ, այս դրանք տեխնոլոգիաներ են։ Գիտեք ինչ, Իտալիայում օրինակ բաներ որպեսի կոմունիզմին կանգնացնեն, կոմունիզմի առաջընթացը Իտալիա, տենց եկեղեցականները հիմնականում տենց նարատիվ ունեն, որ կոմունիստները երեխա են ուտում։ Հա, դե ասենց հասարակության մեջ պատկերացրեք դա ինչա, որ ոնց թե կոմունիստները երեխա են ուտում ու ժողովրդի հիմնական մասը բան է, կոմունիստներից հրաժարվեց կամ վախեցավ, որ իրաց երեխեքին չուտեն։ Հա, այս բաներ են, այսպիսի ձևերով, սա պայքարի ձև է, հա, վախացնելով, որ հեսա թուրքերը կգան, եթե մենք չլինենք։ Իսկ Ուկրաինայի սցենարով վախեցնել է, Բանավետիս Լուկաշենկոն էր օրերս, այսպես եթե տողատակը մոտավորապես փոխանցեմ, հայ ազգը պիտի խելացի լինի, խելքներդ գլուխներդ հավաքեք, նայեք Ուկրաինային, ուկրաինացի ժողովրդին, թե ինչ եղավ նրանց հետ։ Իդեպ նման հայտարարություն անում էր նաև Վլադիմիր Պուտինը։ Դե գիտեք ինչ, դե իրանք ինչ-որ ձևով նախ պետք է արդարացնեն իրանց արարքը, որ լավ բան են անում։ Մենք եկել ենք, իրանք չեն ասում մենք գնում ենք ուկրաինացիներին մորթելու, մենք ասում են մենք գնում ենք Ուկրաինան փրկելու։ Հա, բայց ումից էս փրկում Ուկրաինան, ուկրաինացիներից, Ուկրաինայի դեմ։ Հա, դրանք բաներ են, գիտեք ինչ, շատ հայտարարություններ են լինում, քաղաքական հայտարարություններ են դրանք, որ իրանք պետք է փորձեն ամեն ինչ ասելու։ Գազը կթանկացնենք, բայց գազը չեն թանկացնի իհարկե։ Ուկրաինայի օրը կգցենք, իհարկե չեն կարող գցեն Ուկրաինայի օրը, բայց պետք է ժողովրդի մեջ բան գցեն, վախ գցեն։ Ռոբերտ Քոչարյանն էլ օրերս կներեք, ասում է 10 տարի տնտեսությունը կանգնելու է, ձեր գյուղմթերքը չի արտահանվելու, այնինչ մենք գիտենք, որ արդեն այլընտրանքային շուկաներ են գտել եւ առաջին խմբականակները նաեւ ուղարկվել են։ Ես տեսա մի գյուղացու բան, հայտարարություն, թե ոնց խոսեց, գիտեք ինչ, հրաշալի խոսած այս գյուղացին, ասեց, լսեք, մենք ամեն ինչ անցել ենք, ես էլ կանցնենք։ Այդ ինչա, պամիդորի հաշվին ու հայրենիք չենք ծախելու կամ ծիրանի, հա լավ, մի քիչ էլ ծիրան այս տարի չենք բանանի, վաճառի եւ այլն։ Ախր այդ ռուսները չեն հասկանում, որ այդ Կրեմլը չի հասկանում, որ հայի գենը որ արտանում է նրա դեմ կանգնել չի լինի։ Դες ոնց որ Ադրբեջանը չհասկացավ, որ հայերը կհաղթեն։ Ռուսն էլ չէր մտածում, որ Արցախը հանկարծ հայերը կարող են հաղթել, որտեղ Ադրբեջանը մեր դեմ կռվում էր ռուսների հետ միասին այդ ժամանակ։ Բայց հանկարծ մենք կարողացանք հաղթել, որտեղ մենք կհաղթենք, մենք բան չենք, մենք ստրուկ չենք։ Այս պետք է իրանք հասկանան։ Եվ պամիդորով ու վարունգով ու գազով հայերին չեն կարող վախացնել։ Այդ հնացած վախի միջոցներ են, որ մեզ վրա չի ազդում։ Լավ, մեկ բանի մասին էլ խոսենք, պարոն Ավետիս։ Նիկոլ Փաշինյանի ֆենոմենի մասին, ինչքան էլ որ տարօրինակ է հնչում, հիմա նույն օլիգարխը Կալուգացի, որը եկել է մեզ փրկելու, ինչպես դուք ասացիք, հայտարարում է, որ այս իշխանությունը թույլ է, մենք եկել ենք, որ նրանց հեռացնենք, բայց մենք տեսնում ենք մի ամբողջ հսկա գերտերություն իր քարոզչա մեքենայով աշխատում է Նիկոլ Փաշինյանի դեմ։ Մենք տեսնում ենք հակակոռուպցիոնի բացահայտումները առնվազն, թե ինչպիսի հսկայական գումարներ են իրենք ծախսում ընտրակաշառքների վրա եւ վերջին օրերին նաեւ Զվարթնոցում տեսնում ենք այդ հոսքը, թե որքան մարդ է գալիս իրենց օգտին քվեարկելու։ Հիմա եթե այս մարդը թույլ է, իրենց բարով ասած ապիկար իշխանություն է, թույլ ղեկավար է, ինչպես էս մի հզոր գերտերություն նման ռեսուրսներով, նման միջոցներով փորձում է այս մարդուն իշխանությունից զրկել։ Սա էլ հասկանանք, էս ֆեն։ Ես ասեմ, Ռուսաստանը գերտերություն չէ։ Ռուսաստանը վախկոտ սուտասան մերժված ամբողջ աշխարհի կողմից ոչ ոք չի ուզում շփվել, բացի Հյուսիսային Կորեայից,
Ռուսաստանի հետ, այսինքն Ռուսաստան գոյություն չունի, որպես այդպիսին պետություն։ Ոչ ոք չի լսնում հաշվի։ Իսկ դրա փոխարեն Հայաստանա գալիս ամբողջ էլիտան համաշխարհային 48-49 երկիր եւ դրան գումարած Զելենսկին է գալիս Հայաստան։ Պատկերացրեք ինչքան է կարևոր Հայաստանը եւ ինչքան անկարևոր է Մոսկվան։ Ինչքան կարևոր է Երևանը, ինչքան անկարևոր է դարձել աշխարհի համար։ Մեկուսացված մի հատ պետություն, որը ոչինչ չունի։ Բայց եթե ամեն դեպքում այդ պետությունը այնուամենայնիվ պայքարում է Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, դա արդյոք արդեն ցուցիչ չէ, որ այդ իշխանությունը, այդ մարդը իրենից ինչ-որ բան ներկայացնում է, որ այդ ուժերը լծվել են նրան իշխանությունից հեռացնելու գործին։ Ինչ խոսք, որովհետև Նիկոլ Փաշինյանը հասկացավ գաղտնիքները։ Ինչ հետ է կապված Հայաստանի անկումը։ Եվ եթե դու բարձրացնում ես Հայաստանի անկումից հանում ես, այն որ քեզ տանում էր անկման, մեկ էլ ասում այսօր ես գնում, հələ մի հատ հետ արի։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը անցավ ամեն ինչի մեջով, պատերազմ, ամեն ինչ, եւ ինքը հասկացավ, թե որտեղ է փրկության փրկողակը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը արդեն քանի տարի է փրկում է Հայաստանը։ Եվ արդեն ես կարող եմ ասել հասել է շատ լավ, շատ բարձր սանդղակի է բարձրացել հանգրվանի, որի հետ ասում եմ ձեզ ամբողջ աշխարհը հաշվի է նստում եւ Ռուսաստանը ոռնոցը գցեց, բա ինչի են գալիս Երևան, որովհետեւ Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է եւ չի ենթարկվում Ռուսաստանի հրամաններին։ Եվ մեր արտգործնախարարությունը այսօր Լավրովը չի որ որոշում է կայացնում, ինչպիսի հարաբերություններ ունենանք Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ։ Հիմա տեսեք, Թուրքիան իր ճանապարհները բացում է Հայաստանի համար։ Ռուսաստանը այս բաները Տաշիր Սամոյի բաները, ինչ են կողմնակիցները Հայաստանի քարտեզ են պատռում։ Տեսեք, Թուրքը բացում է իր սահմանը, Ռուսը Հայաստանը ուզում է բան անի, պատռի։ Այսինքն դուք ինձ պետք չեք, շատ լավ է, մենք քեզ պետք չենք, մեզանից հեռու մնացեք եւ թողենք, որ մենք կառուցենք մեր պետությունը, որի այնա տեսակ Ռուբիոն եկավ Հայաստան, այսինքն երբ էր եկել Հայաստան Ռուբիոն, այսինքն աշխարհը Հայաստանի հետ ոչ թե կանչեցին բանին Ամերիկա, այլ նա եկավ Հայաստան։ Սա շատ կարևոր այց էր եւ շատ կարևոր ուղերձ էր, որ հանկարծ ոչ ոք չփորձվի Հայաստանին մեջ ինչ որ խժդժանքներ լինեն։ Պարոն Ավետիս, ինչքան էլ որ Ռուսաստանից ամենօրյա մակարդակում կրկնում են, թե իրենց համար հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանը դեպի Եվրամիություն է շարժվում, այնինչ մենք գիտենք, թե ինչ ժամանակատար process է դա, տասնամյակների, երբեմն շատ ավելի երկար տևող process է եւ Հայաստանն էլ հայտարարել է, որ դեռևս այդ ուղղությամբ գործնականում քայլեր չի իրականացրել, առնվազն չի դիմել անդամակցության համար։ Մենք կարող ենք ենթադրել, որ Ռուսաստանին օրինակ մտահոգում է այ կարևոր բան նշեցիք, որ Հայաստանը կարող է Թուրքիայի հետ ունենալ բաց սահմաններ, Ադրբեջանի հետ ունենալ բաց սահմաններ, ունենալ խաղաղություն, ուղիղ երկխոսել։ Երեկ իդեպ Նարեկ Կարապետյանը հետաքրքիր միտք ասաց հանրայինի տաղավարում, ասաց մենք չենք կարող ուղիղ խոսել Թուրքիայի հետ։ Կարող է հենց սրանից է վախենում։ Իհարկե դրանից, որտեղ մեզ միշտ այս 80 տարի ցանով են կերակրել, որ մենք չլնենք, ռուսները չլնեն, թուրքերը մեզ կուտեն։ Տեսեք, այս 102-րդ բազան, եթե սահմանները բացվում, 102-րդ բազան դառնում է անիմաստ։ Չէ՞։ Այսինքն Ռուսիայի ներկայությունը ստեղ կապված է Թուրքի թշնամանքի, մեր թշնամանքի Թուրքի դեմ։ Հասկանում եք, ինքը իր դառնում է անիմաստ ներկայություն ռուսական բանակի։ 102-րդ բանակը շուտով ստեղից դուրս գա։ Ինչի համար։ Որովհետև սահմանները բացվեցին։ Նրանք եկել են սահմանները պահեին, որ թուրքը չմտնի, մեզ չուտի, չէ՞։ Մեկ էլ պարզվում է սահմանները բացվում է, եւ ռուսը ստեղ ընդհանրապես անելիք չունի։ Եվ չեր ունենա, այսպես 2013 թիվներ չեր լինի, եթե Արցախին համար մենք չզոհաբերեինք Հայաստանը։ Այսպես ուզում եմ նշենք, որ Հայաստանը 2013 թվականին զոհաբերեցինք, որպեսզի Արցախը փրկենք։ Հենց որ արցախցիները պետքա շատ շնորհակալ լինեն
մեզ, որ մենք զոհեցինք մեր պետականությունը 13 թվականին։ Հիմա քանի որ մեզ դավաճանեց ռուսը Արցախյան հարցով եւ այլևս վստահություն չունենք ռուսի հանդեպ, հիմա պետքա արդեն մեր պետականությունը վերականգնենք։ Այդ ԵԱՏՄ-ից դուրս գալը, դուրս չգալը, կամաց սարեցնելը, սա դա է նշանակում, որտեղ մենք ասում ենք, մենք ձեզ էլ չենք վստահում, հերիք եղավ, որ եղավ։ Եվ քանի որ առնվազն քաղաքական դիսկուսը նրա մասին է, թե ովքեր են մեր փրկիչները, ովքեր թշնամիները, բարեկամ թշնամի, այսպես էս խոսույթն են վերել բարոն Ավետիս։ Այսօր կա այդ ընկալումը, նախ ընդհանուր քաղաքականության մեջ բարեկամ ու թշնամի ասված չկա, այնտեղ կան դիվանագիտական հարաբերություններ, բայց եթե այդ հենց իրենց խոսույթով փորձենք խոսել, մենք այսօր գիտենք ովքեր են մեր դաշնակիցները, ովքեր են մեր բարեկամները, ովքեր են մեր թշնամիները, որովհետև մենք առնվազն բարեկամ դաշնակցի կողմից տեսնում ենք թշնամական մոտեցում։ Իհարկե գիտենք հիմա, մենք տեսանք, որ Մարկո Ռուբիոն եկավ Հայաստան, ստորագրեց պայմանագիր, դա արդեն ճանապարհների բացման պայմանագիր, դա բարեկամական է թե թշնամական է։ Եվ այնտեղ կոնկրետ նշված էր, որ Հայաստանը կունենա հատուկ վերահսկող դեր, այսինքն ոչ ոք չի տանում մեզնից Սյունիքը, այդ մեկ իմացանք։ Մակրոնը գալիս է, ասում է ես ձեր բարեկամն եմ, այսինքն այդ զենքերը, Փաշինյանը ասեց կտեսնեք ինչ զենքեր ինչեր է բերել Մակրոնը, այսինքն ով է քո բարեկամը, ով է քո դժվար պահին քո կողքին է, ոչ թե ասում այ քո գազի գինն էլ կբարձրացնեմ, որ ընդհանրապես կործանվես։ Հիմա ով է փրկում, ով է կործանում, այս այնքան ակնհայտ է, եւ ես մեր հայ բարեկամներին, հայ քույրերին, եղբայրներին խորհուրդ կտամ մի քիչ ձեռքները խշներին դնեն, մի քիչ վստահեն, մեզ վստահեն, Հայաստանում ապրողներին վստահեն եւ կուլ չգնան այդ ռուսական քարոզա մեքենային։ Եվ պարոն Ավետիս, արդյոք ընտրողը մտնելով ընտրատեղամաս, քվյախցիկ, պետք է այդպես ուղղորդվի հենց այդ վախերով, պետք է վախենալ, թե առհասարակ ինչ զգացողություններով, ինչ մտքերով, ինչ մտորումներով պիտի ընտրողը գնա ընտրատեղամաս եւ ինչ պիտի հաշվի առնի նաեւ։ Փաստերը պետք է հաշվի առնել։ Հիմա տեսեք, մեջտեղ է եկել Քոչարյանը։ Ախր Քոչարյանին ամբողջ հայ ազգը հայհոյում է։ Քոչարյանի հետ գալը, դե ես հասկանում եմ, որ այս երեք ուժերը պետք է տան վերջում, բոլորն են գիտեն, երեխա չենք, Քոչարյանին պետք է դարձնեն վարչապետ։ Էսա, ոչ Ծառուկյանն է լինելու, ոչ էլ այս մարդը, ուղղակի իր փողերը օգտագործվում է։ Հա, եւ դաշնակցությունը իհարկե։ Եվ ախր մենք տեսել ենք իրանք ինչ են արել այս 20-30 տարվա ընթացքում։ Եվ տեսանք թե այս 10 տարվա ընթացքում պատերազմից հետո, ասենց ասեմ, ինչ կատարվեց Հայաստանում։ Այս եկեք այս տեսնենք, որն է մեր լավն ուզում, ով որն է մեր վատն ուզում։ Դեպ Քոչարյանը հիմա ինքն է սկսել մեղադրանքներ առաջադրել նույն մարտի 1-ի հետ կապված, մեղադրում է Նիկոլ Փաշինյանին։ Մարկո Ռուբիոյի այցը համարում է պարզապես Ռուսաստանից հավեցնելու միջոց, գյուղացիներին ահաբեկում է, որ ձեր գյուղմթերքը 10 տարի չի վաճառվելու։ Սա նորմալ է, պարոն Ավետիս, որքան էլ Ռուսաստանի վերաբերմունքը, Ռուսաստանի հայտարարությունները հասկանալի են գերտերություն, որը հետապնդում է իր շահերը, բայց Քոչարյանի դեպքում։ Գիտեք, Քոչարյանի դեպքում ասեմ ձեզ, որովհետև նա այլ բան չունի ասելու։ Նա պիտի վախացնի ժողովրդին։ Նա պիտի հիասթափացնի Նիկոլ Փաշինյանին, չնայած Նիկոլ Փաշինյանը այսքան լավ բան անում, մի անգամ թող չվեկացավ, ասի, վայ, ինչ լավ բան արեցին։ Չէ, նույնիսկ իր այդ բաները, այդ պատգամավորներից մեկը ասում է, հայեր ծերերին հատուկ հիվանդացրեցին, որ հետո բուժեն, այդ հիվանդագին պատկերացումները, այդ չեկիստական պատկերացումները չի մտնում։ Հիմա գիտեք ինչքան էլ վերլուծենք, չենք կարողանալու հասկանալ, որտեվ չկա միտք, չկա Քոչարյանի, որ ասես որն է իր ամեն։ Ես Քոչարյանի միակ միտքը այդ բանն է, վենդետան է, եւ վերադարձնելն է Հայաստանը, վերադարձնել ռուսական կոնտրոլի տակ։ Թե ինչ է լինելու այնտեղ, դա էլ չի ասում։ Հասկանում եք, հա, գազը կարող է չթանկանա։ Բայց ասենք ոնց որ ինքն էր բան անում Ալիևի հետ բանակցում, այդ
ճանապարհ, օրինակ Թրամփի ճանապարհը էլ չի լինի։ Կլինի ռուսական ճանապարհ եւ այդ ամբողջ տարածքը էլ չենք մենք չենք կոնտրոլը չենք պահի մենք, կպահի Ռուսաստանը։ Էս են ուզում իրանք։ Իսկ բանը Քոչարյանը գիտենք, որ ռուսական բանը, ինչ ասեմ, նա դավաճանել է արդեն Հայաստանին, հիմա ուզում է, որ գա իշխանության, որպեսզի փրկվի, իր կաշին փրկի նախ, երկրորդն էլ նա պարտավորվածություններ ունի այդ KGB-ի առաջ։ Եվ ինքը պետք է այդ հրամանները կատարի։ Եվ այս քաղաքական նույնը կաթողիկոսը պետք է հրամանները կատարի, այո։ Այդ համակարգից ենք հրաժարվում։ Եվ թող հասկանան այդ Մոսկվայի այդ խելացի քաղաքական վերլուծաբանները, որ սա հեղափոխություն չի։ Մենք հեղափոխությունը 18 թվականին արել ենք եւ մերժել ենք եւ Սերժին, եւ Քոչարյանին, եւ Լևոնին, եւ մյուսներին, եւ երբ որ ցանկանա հայ ժողովուրդը, նաեւ Նիկոլին կմերժի, եթե Նիկոլը սխալ ծառայի Հայաստանին։ Այս է ժողովրդավարությունը։ Ուրիշ բան չկա։ Եվ քաղաքական Դոն Կիխոտների մասին էլ խոսենք, ովքեր կռվում են ինչպես Դոն Կիխոտը հողմաղացների դեմ, հիմա սրանք այդ խնդիրները, որոնք իրենք առաջ են քաշում, հիմա 300,000 ադրբեջանցիներ եւ ուզում են մեզ փրկեն։ Երբ է ավարտվելու այս միտումը, որ ինչ որ մեկը ինչ որ տեղից գալու է հայ ժողովրդին կամ Հայաստանը փրկելու։ Դե հենց այդ է, երբ որ դառնանք պետություն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ է ուզում անի։ Ուզում է պետություն դարձնի Հայաստանը, որովհետև Հայաստանը պետություն չի եղել մինչև գիտեք երբ Թրամփի օգոստոսի 8-ը։ Մինչև օգոստոսի 8-ը մենք պետություն չենք եղել եւ մենք մազից ենք կախված եղել եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները փրկեցին Հայաստանը, փրկեցին Հայաստանը բանը եվրոդիտորդները, մոռանում են սա, այնքան արագ են անցնում, այդ ամենը սա մոռանում են, որ մենք ամեն օր կարող էր Ադրբեջանը հարձակվել Հայաստանի վրա ռուսական թույլտվությամբ։ Նա պետք է հարձակվեր, գնար կպներ Նախիջևանին, այդ մոռանում ենք մենք, թե ոնց կանգնեցրեցին, ով կանգնեցրեց, դա Միացյալ Նահանգները եկա։ Փելեսին հիշում եք որ եկավ, այդ կինը միայնակ կանգնացրեց հարձակումը այդ բային, որից հետո Եվրոպան ուղարկեց իր դիտորդներին, այսինքն որ հանկարծ չհարձակվեք, ասեն զորով պահել են այդ հարձակումը, զորով, որտեղ Մոսկվան Ալիևին ասում էր շուտ արա հարձակվի, Ալիևը ասում էր Ամերիկան դե զանգում էր ասում էր չհարձակվես հանկարծ, Եվրոպան այնտեղ շարեց այդ բանդիտորդներին, որ հանկարծ հարձակվի, որ ճշմարտությունը երևա, որ հարձակվել է, որ հակառակ բան լինի այնտեղ։ Մի խոսքով այդ ամբողջ պատմությունների մեջով անցանք, բայց սա պետքա չմոռանալ, թե ոնց մենք եկանք հասանք 26 թվականի ընտրությունները եւ փառկացու որ եկանք հասանք։ Ուղղակի հայ ազգը պետքա եւ Ռուսաստանում ապրող եւ Ամերիկայում եւ մյուսները պետքա սթափ լինի, կուր չգնա եւ այսօր պետքա մենք միասին փրկենք մեր Հայաստանը, մեր հայրենիքը։ Ինչու է սա ամենակարևոր ընտրությունը։ Հետո սրանից հետո ինչ ուզում եք արեք։ Երբ որ չի լինի արդեն օտար երկրների հարձակումներ մեր պետության, այսօր մենք կոնկրետ պատերազմական իրավիճակում ենք։ Հա, երբ որ չի լինի այդ պետությունը, ոնց էլ Իտալիան ունի իր ընտրական համակարգը եւ ոչ ոք չի մտածում ռուսական կողմը, ամերիկյան կողմը, չէ, սա պետություն է։ Հա, մեկը ուղղակի ներկայացնում է սոցիալական հարցեր ավելի շատ, մյուս ավելի քիչ, բայց պետության ղեկավարման մասին է խոսքը, երկու, ասենք, իրար դեմ կուսակցությունները գաղափարային բախման մեջ են։ Իսկ մեր մոտ լինել չլինելու հարց է դեռ քննարկում։ Արդյոք լինենք, թե վերանանք։ Սա լինենք ու վերանանքի մասին է լինելու այս ընտրությունները բանալից։ Այո, այս դրա մասին է այսօրվա ընտրությունները։ Այդ որ ասում են խաղաղություն ուղղակի չեն ուզում ասեն, որ լինել չլինելու մասին է։ Խաղաղություն ենք բերում, այո, խաղաղությունը, այո, եթե չլինի խաղաղություն, Հայաստանը չի լինի, չէ՞։ Բայց կապված են իհարկե խաղաղությունը, բայց այստեղ բանն է ռուսական ազդեցությունից դուրս գալու եւ պետություն մինչեւ դուրս չգանք, մենք պետություն չենք կառուցի։ Էս է խնդիրը։ Շնորհակալ եմ, պարոն Ավետիս։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսն էր, կհանդիպենք։